իրավիճակը իսկապես շատ բարդ է եւ իրապես լուծում կուզվի, որը իսկապես լուծումն ալ դժվար լինելա, բայց պայքարի ազձևը, որ կտարվի, շատ ընդունելի չէ, ազձևը, որ կտարվի եկեղեցու դեմ, անհրաժեշտ է նոր միջոցներ գտնել հարցը շիտակ ձևով լուծելու համար եւ չեմ գիտեր ինչ է ցավալի վիճակ է ժողովուրդը պետք ունի ապաշխարության բոլորս պետք ունենք ապաշխարության այս իրավիճակը դուրս ելնելու համար աղոթելու որ իսկապես Աստված իր վերին իմաստությամբ առաջնորդ է այս վիճակին դուրս ելնելու համար։ Չէ կարծում, որ առավել քան այսօր մեր ժողովրդին միասնություն է իսկապես հարկավոր մեր եկեղեցու շուրջ։ Եվ գիտեք ինչ հավատում եք այն։ Ոչինչ, թող ասենք նա լսեր կարծիքը։ Ասենիկ։ Գիտեք ինչ հավատում եք, որ միշտ էլ եղել են եւ կան այդպիսի հագատի զորություններ, որ գուզեն եկեղեցին կանթել, բայց Քրիստոսի խոստումն է, որ չարի զորությունները չեն կարողանալու հաղթել եկեղեցին։ Եվ եկեղեցին հոգևոր եկեղեցին է, Տիրոջ հիմնած եկեղեցին է, մարդկային հաստատություն չի դա։ Դերն է բահովում, Սուրբ Աստվածամայրն է դրա հովանավորը։ Եվ մենք այս օրվա մեջ, այս դժվար ժամանակների մեջ գաղութ ենք, որ Աստվածամայրը իր բարեխոսական գրանց կտարածի ամբողջ եկեղեցու վրա հավատալվող ժողովուրդ եւ մի բան մենք անդադարանանք որ մարմին ենք մենք հաստատություն չենք ինստիտուշն չենք մենք այլ Քրիստոսի խորհրդավոր կենթանի խորհրդավոր մարմինն ենք եւ դերն է ինքն է որ պիտի պաշտպանի իր եկեղեցին պիտի վերանորոգի իր եկեղեցին եւ ինչ որ չարը գուզե կանտելու մասնադելու բաժանելու բարակնելու համար թող Աստծո հոգին այս ճիշտ ժամանակները կոծած է միացնելու, հավաքելու, վերագանքնելու, վերանորոգելու եւ արտության վերածելու այս բոլորը եւ ապաշխարության եւ վերանորոգման որպեսզի Աստծո ժողովուրդը Սուրբ եկեղեցին ավելի հզոր դուրս գա այս դակնաբեն եւ այս դակնաբը որ չարիքի ծայրեցնել թող Աստծո հոգին ծայրեցնի արտության եւ վերանորոգման եւ ապաշխարության ամբողջ ժողովրդի համար եւ մեր եկեղեցու համար մեր աղոթքը դա է գավադան որ այս ժամանակները աղոթքի խոնարհության եւ ապաշխարության ժամանակներն են քան պատերազմի պայքարի չգիտեմ Իսկ դուրսը ներսի որոշ մարդկանց միջոցով պայքարում է հայի տեսակի դեմ ոնց գիտեք ինչ է Աստծո խոսքը գիտեք ինչ Աստծո խոսքը ասում է նա ով ձեր մեջ է Աստծո հոգին ավելի զորավոր է քան նա ով դրսից է հարձակվում Աստծո հոգին ավելի ուժեղ է ավելի հզոր է եթե մենք Աստծո հոգով առաջնորդենք եւ կարող է կանտել եւ frustrated-նել այդպես չգիտեմ այլև ոնց կասեմ կանտել դժոխքի բոլոր զորությունները եւ դեր կարող է իր եկեղեցին հետ վերագանքնել Ինչպես միշտ էլ եղել է։ Եվ մեր աղոթքը դա է, մեր աղոթքը դա է։ Այո, եւ վերին իմաստությամբ պետք ունենք, ոչ թե մարդկային շահերով առաջնորդել։ Մարդկային իմաստությամբ հնարավոր չէ։ Սատանայից են պայքարել։